Անկլավների թեմայի հետ կապված։ Ուրեմն ես արդեն ասել եմ, որ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության է հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Գիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն է, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածքը, Քյարքին Հայաստանի տարածքը չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածքը չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածքը չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Երկրորդը Արցվաշենը Հայաստանի տարածքը։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Այսինքն բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա մեր ընկալումը ինչ է, որ այս հարցը կա, այս հարցը պետք է լուծվի, թե չպետք է լուծվի։ Այո, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ոչ, չկա այդպիսի տարբերակ հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Դա անցյալ եւ փակված էջ է։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Եվ մենք կոնկրետ այդ թեման, որ այ եկեք սենց անենք, այս սենցը լինելնից, այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք։ Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ սահմանազատման գործընթացում մենք պետք է այդ խնդիրները հասցեագրենք։ Այստեղ կա պրինցիպիալ մի խնդիր, հա, եւ ինչ է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Համապատասխան վերլուծություն անենք։ Так, ուրեմն Ալմաթայի հռչակագիրը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից, որով արդեն իսկ ճանաչվել է միմյանց տարածքային ամբողջականությունը ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։ Ուրեմն, այսինքն, արդեն իսկ 1991 թվականից ճանաչվել է Արցախը որպես գոյություն ունեցող Ադրբեջանի տարածք։ Ուշադիր լսեք։ Ուրեմն, կարդանք դալշը, այսինքն 1991 թվականից մեր ոսկե սերուցքին ցեղասպաներցին, իրականում գենոցիդի ենթարկեցին, ցեղասպանեցին, զորակոչիկներին, նվիրյալ անձանց տարել են Ադրբեջանի տարածք ըստ իրենց ամրագրված փաստաթղթեր կոչվածի, Ադրբեջանի տարածք զոհաբերելու, գենոցիդի ենթարկելու, որպես վարձու վարձկաններ 35 տարի ՀՀ պետբյուջեն ֆինանսավորել է փաստացի Ադրբեջանի տարածքները։ Այսինքն հանդիսացել է Ադրբեջանի դոնորը, որը Արշին բանկի միջոցով, որը հանդիսանում է Ռաուֆ Սեյդօղլու սեփականությունը, որը ապօրինի անօրինական կարգով զավթել է, հափշտակել է, սարքել է իր սեփականությունը, որը իրավունքը ընդհանրապես որևիցե մեկը չունի, որովհետև ես մի հատ նորից անդրադարձ կատարեմ, հա, ինչի որովհետև, հա, ուրեմն ցանկացած process, որը պահանջում է բանակցային տալ առնելու, առևտրի առարկա դարձնելու եւ այլն, դա հիմնավորված պետք է լինի իրավասուբյեկտության վրա, այսինքն մարդու համակարգի
պետություն կոչվածի, հա, իրավասության շրջանակների մեջ, որը ստանձնում է որոշակի իրավասություն լիազորություն, իրավասուբյեկտություն, որ նշված առարկայի կամ իրի կամ տարածքային խնդրո առարկաների կամ ինչ օբյեկտի վերաբերյալ ինքը մտնի իրավահարաբերության մեջ ինչ համակարգեր, ինչ ձեր կարծիքով, ձեր գիտակցությամբ պետություն կամ ես իմ ինչի հետ, որի իրավասությունը, լիազորությունը ստանձնելու բանակցի, վաճառի, տա առնի, բայց ինչպես գիտեք, պետությունը որևիցե մեկի սեփականությունը չի։ Եթե պետությունը որևիցե մեկի սեփականությունն է, ապա դրա վերաբերյալ պիտի ըստ ձեր գիտակցության, ինչպես սպորնիկներ ասում, կադաստրային վկայական պետք է արկա լինի, սեփականության վկայական, որով նշված երևույթը ըլնի պրեզիդենտ, ըլնի վարչապետ, ըլնի նախարար, թե ես ինչի գլուխ։ Նա պետք է դրա իրավասությունը ունենա, որ նշված առարկայի, ապրանքի, տարածքի եւ այլ խնդրո առարկայի վերաբերյալ համապատասխան իրավահարաբերության մեջ մտնելով վաճառի, բանակցի եւ այլ։ Եթե նա նշված առարկայի, ապրանքի կամ տարածքի իրավասությունը սեփականության իրավունքը չունի, ապա որևիցե մեկը ըլնի խերժով, ըլնի ռաուֆ, ըլնի քոր, վզգո, թեմիրճյան, փաշողլի կամ մնացած պորնոզավակներ, որևիցե մեկը դրա լիազորությունն ու իրավասությունը չունի, ինչպես նաև, ուշադիր լսեք, որ վերցնեն փլուզվել է, այլևս գոյություն չունի, դրա իրավունքը որևիցե մեկը չունի, ըլնի Արկադի Ղուկասյան, ըլնի ես իմիշ պորնո երևույթ, նախագահ, վարչապետ կամ ինչ, որևիցե մեկը իրավունք չունի։ Փաշողլին որ ասում է տարածքը տանք, ճանապարհ կտամ, Փաշողլին ու կլերի գանդոնն է, լսում եք, կամ քորը որ ասում էր, կամ Ռաուֆը որ ասում էր, ես մտել եմ բանակցությունների մեջ, մի որոշակի Ղարաբաղցի գանդոններ են, ասում են, բա մեր նախագահն այսպես ասեց, մեր նախագահ, լսում եք այ գանդոններ։ Եթե դու գանդոն եք ձեր իրավական, ֆիզիկական էությամբ, ապա գնացեք ձեր գանդոնական աշխատանքը տարեք։ Քթներդ չկոխեք այն միջավայր, այն հանգամանքների մեջ, որտեղ ձեզ համար այս ոնց որ ասած չինական տարերով գրված ինչ գրություններ են կամ ինչ գործողություններ են, որի իրավունքը որևիցե մեկը չունի, չունեն նաև ոչ Խերժոն, ոչ Ռաուֆը, ոչ Քորը, ոչ Փաշողլին, ոչ էլ իրանց համակարգերը։ Ես դա ձեզ կոնկրետ հիմնավոր կերպով ասում եմ, որևիցե մեկը չունի եւ չի էլ կարող ունենալ։ Դա մեր ազգի, մեր երկրի, մեր Արմենիայի սեփականությունն է։ Ու խերս կծծի որևիցե մեկը կամ ծծում է Ախմեդների հետ, Ամերիկաների հետ, Եվրոպաների հետ, Ֆրանսիաների հետ, որ որևիցե մեկը առևտուր է անում, կամ մտածում է տա, չտա, կտամ, չեմ տա, խերս կծծեք ձեր ընտանիքներով հանդերձ։ Գանդոններ, ես ես վերջի անգամ ձեր վրա ժամ էի դրել, ձեր վրա դրել էի 15:00, որ դուք վերջնաժամկետին գաք ներկայանաք, ես ասեցի մենակ եմ գալու, դեր ամբողջ sense թիմակիցներով, դատախազությունով, ԱԾ-ով, քնչականով, հակակոռուպցիոն կոչված գանդոններով, կուսակցական թեմով, քաղաքակետներով ու մնացած կլլերի գանդոններով, Քորով, Փաշողլիով, Ռաուֆով, Խերժոյով ու ձեր ոնց որ ասած թիկնապազ, լրագրող, մռագրող, միջազգային կառույց կոչվածներով, որևիցե մեկը չեկա, որովհետև բեռնումները տալու էի ու հանեի սաղի տրաս, գանդոններ։ Դուք սաղդ էլ տրասի գյոթեր եք, այնպես որ դրանից հետո որևիցե մեկը մեյդան չգա, չասի, ես եմ տալիս, լուծարել եմ ես, դուք կլերի գանդոններ, դուք ով եք լուծարեք կամ չլուծարեք։ Հա, ոռատուն է։